Բարեդեսիելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 26-ն է 2026 թվական։ Կարճ խոսենք ընտրությունների հետ կապված, անցնենք միջազգային իրադարձություններին, բավական հագեցած ասելիքներ կան, իրադարձություններ կան։ Նախ մի բան էր տարածում, չգիտեի նույնիսկ դա ճիշտ է թե սխալ, բայց ասում են, որ ճիշտ է, սարքած չի։ Մի հատ քաղաքացու օրվա տոնակատարության հետ կապված մի պաստառ, որի վրա գրված էր վերադարձ Հայաստան, չկա Հայաստան առանց Փաշինյան։ Դուք պատկերացնում եք, ենթադրեք մեկի մտքով տենց բան հանցել, բայց ինչ որ մեկը դա պատվիրել է, այդ պատվիրելու պարագայում էլ ինչ որ մեկը դա կատարել է, չէ՞, այդ պատվերը։ Մի հատ չի ասել, ժողովուրդ, խելքներդ լրիվ եք գցե, թե ինչ որ բան տակը մնացել է, եթե ի սկզբանե կար։ Որքան գիտեմ, Նիկոլ Փաշինյանը մեզ խոստացել էր 1000 տարվա խաղաղություն և Հայաստանի գոյատևումը առնվազն 1000 տարով ապահովել էր։ Հիշում եք, ինքն է ասեց, եթե այս մի 3 տարվա մեջ այդ հարցը լուծենք, 1000 տարի Հայաստանի գոյատևմանը որևէ վտանգ չի սպառնում։ Բայց չէ, վտանգ սպառնում է, բա որ Փաշինյանը հեռու մեզանից հանկարծ 950 տարի հետո մեռնի։ Ինչ ենք անելու, Հայաստանը 950 տարի հետո այլևս չի լինելու, Հայաստանը հետն ենք դնելու, հա, լուրջ, ժողովուրդ։ Այսինքն սա ինչ է, ինչ է կատարվում այս ժողովրդի հետ։ Նույնիսկ մարդ, որը որ Փաշինյանին ընդունում է, ինքը ընդունում է, որ չկա Փաշինյան, չկա Հայաստան։ Այսօր ենք հասցրել այս երկիրը։ Բայց դրա համար ենք ուզում այս վիճակից հանենք, ժողովուրդ ջան, ձեր աջակցությամբ, խելամիտ, գրագետ, գիտակից, մտահոգ քաղաքացիների աջակցությամբ, որովհետև տեսեք ուր կարող են տանել մեր երկիրը։ Մարդիկ կողքով անցնեն, տեսնեն, դե ասեն, հա ինչ ա եղել որ, բա ով չգիտեր, որ եթե Փաշինյանը չլինի, Հայաստան չի լինի։ Մարդիկ են, չէ՞ անցնում այդ պլակատի կողքով նայում են։ Դրա համար ժողովուրդ ջան, հասկանում եք, թե ինչքան կարևոր է նորմալ ընտրությունը, որ մենք կարողանանք մեր երկիրը ազատենք այս վիճակից, որ կարելի է մի քանի տարի առաջ քուչեքից հավաքելով գալ նստել վարչապետի աթոռին, որից հետո ինքը արդեն ասի չկամ ես, չկա Հայաստան։ Եվ մարդիկ ասեն, հա, տենց է։ Էս է։ Դրա համար ընտրությունների հետ կապված շատերը շատ անելիքներ ունեն։ Ուղղակի շատ մի քիչ սկզբից մտածում էի, թե ցավալի է հիմա արդեն մեղմ ժպիտ է առաջացնում մեր որոշ քաղաքագետներ, փորձագետներ, վերլուծաբաններ, որ սենց նստած սենց խորաթափանց վերլուծություն են անում, իդեպ նաև Հայաստանի սահմաններից դուրս, նաև Հայաստանում, որ ամեն ինչ որոշված է, ոչ մի այլ ընտրանք չկա, էլով կա, ոչ մեկը չկա, այնա գիտեք Փաշինյանն է, այնա գիտեք էսը, մեկն էլ կարող ասի նայ, մի խոսքով, իրանց ամբողջ վերլուծության տրամաբանությունը նայ, որ Հայաստանում որևէ արժանի մարդ չկա, եւ արդեն ճակատագիրը որոշված է, որ Փաշինյանն է ու վերջ։ Ժողովուրդ ջան, բայց դրա համար պետք չի լինել քաղաքագետ, վերլուծաբան կամ փորձագետ։ Օրինակ այդպիսի վերլուծություններ անում են պայծառատես Վարդուշը, գրբաց Թաքուշը, էքստրասենս Մարգուշը, որոնք ասում են ժողովուրդ ջան, արդեն ես տեսել եմ, Փաշինյանը ընտրվել է։ Վերջ։ Եթե դուք հավատում եք Թաքուշին, Վարդուշին եւ Մարգուշին, ոչ մի բան պետք չի անել, որովհետև մարդը արդեն դա տեսել է։ Դուք ինչ կարող եք փոխել, եթե մարդը արդեն ապագան տեսնում է։ Վերջ։ Եթե չեք հավատում, դուք անում եք ձեր գործը։ Եթե հավատում եք, արդեն Մարգուշը, Թաքուշը, Վարդուշը արել են, ժողովուրդ ջան։ Էլ դուք ինչ ունեք անելու որ։ Բահարգելի քաղաքագետներ, փորձագետներ, վերլուծաբաններ։ Բա դուք անելիք չունեք այդ ճակատագրին ընդառաջ գնալու։ Եթե դուք չեք մասնակցում, գոնե ասեք ժողովուրդ ջան, այս վիճակից փոխելու համար քայլեր է պետք անել։ Մարդիկ էս պետք է անեն, այն պետք է անեն, պայքարեք, էս արեք, այն արեք։ Կամ դուք մասնակցեք, եթե տենց մեծ հեղինակություն ունեք, որ տենց ձեր ձայնը շատ վճռորոշ է մարդկանց ընտրությունների հետ կապված, որ դուք կողմնորոշեք, բա մասնակցեիք ձեր վճռորոշ ձայնով ճանապարհ հարթեիք մարդկանց էսնես տանեիք ձեր հետևից։ Հա, գիտեք, որ դուք ձեր գործը խոսալն է, բայց մասնակցելում ձայն չեք ստանա։
բանեիք, բա ինչ է, ես վատ վերլուծություն եմ անում, վատ կանխատեսում եմ անում, բա չեմ նստել, չէ, ասեմ ամեն ինչ որոշված է, ասել ենք ոնց, մտնենք պայքարի մեջ, փորձենք փոխենք իրավիճակը, ինչքան որ մեր ուժը կպատի, չենք կարողանա արժանապատվորեն էլ կպարտվենք, եթե դա է մեզ վիճակված, եթե մեր ժողովուրդը տենց է անդրում, մենք մեր բավարար վճռականությունը ունենք, մեր հետևողական քայլերն անելու ենք, մնացածը կախված է ժողովուրդը ինչքան ձայն կտա, ինչքան կտա, այդքան էլ կունենանք ձայն, վերջ, ինչ ակտիվ վախենանք, որ հանկարծ ճակատագիրը որոշել է, որ այսպես պետք է լինի, մենք էլ հանկարծ ճակատագրին դեմ ենք գնում, ինչ որ մեկն է պետք է ասի, էդ էր կանխատեսումը, թա, բա ասում եք բան ենք փոխում, չկարողացանք։ Բա այս պետք է իմ խղճի առաջ արդար լինեմ, չէ, որ վկա է ամենազոր Աստված իմ համեստ ուժերի ներածի չափով արեցինք ամեն ինչ։ Ոչ թե օթյակում նստեցինք, սուրճը դրեցինք կողքներս, ոտներից գցեցինք եւ մեկ էլ ասենք դե ժողովուրդ ջան, դե ով չգիտի, որ այդ ամեն ինչը արդեն ավարտված է, հա, բայց քո կարիքը ով ունի։ Եթե այդ ամեն ինչն ավարտված է, քո վերլուծությունը ինչ արժե։ Եթե քո վերլուծությունը որևէ ազդեցություն չպետք է ունենա իրավիճակի վրա։ Բայց ուզում են տպավորություն ստեղծեն, թե իրանց խոսքը շատ կարևոր է։ Ինչով է կարևոր, որ ասեք Փաշինյանը ընտրվել է, այսինքն ոչ մի արժանի մարդ չկա, դե Փաշինյանն է։ Պարզ կանգնեք, ասեք Փաշինյանի սազն առել, էլ ինչ եք կարգավիճակներ ստանում։ Փաշինյանի սազանդարներից երկրում ենքան կան, այս պլակատ գրողն էլ չի Փաշինյանի սազանդարից եղել, կամ ասենք պլակատը պատրաստողը։ Ինչ կա դրա մեջ։ Անհարմար չի, ժողովուրդ ջան, պարզ կանգնեք ասեք։ Ասեք, որ այո, մենք Փաշինյանից արժանի մարդ չենք տեսնում, ինչ կա դրա մեջ որ։ Թող մարդիկ էլ կանգնեն ձեզ ասեն էդ էր ձեր վերլուծությունը, էդ էր ձեր արածը։ Թող կանգնեն ձեր երեխաները ձեզ ասեն, էդ էիք դուք անում, բա ինչ էիք խոսում։ Եթե որևէ ձևով, որևէ պրոցեսի վրա ազդելու բացարձակ ոչ ցանկություն ունեք, ոչ էլ հնարավորություն, բայց ճոռոմ խոսալնի չի համարա։ Այնպես որ ժողովուրդ ջան, մենք մեր գործը պետք է անենք, լավ իմանալով, որ ոչ թե մեր արածը դեմ են ռուսամետ ընդդիմություն կամ էլ իշխանություն, այլ նաև այս երկուսին սպասարկողները, որոնք առավոտից երեկո Հայաստանի եւ Հայաստանի սահմաններից դուրս տարբեր մարդկանց, մեկ էլ օրը մեկին ուղարկում, լա տեսեք ինչ ասա, ամասկի չեմ էլ ճանաչում այդ տովա, որ մի հատ էլ նայեմ, նա ինչ ասե։ Այդ մարդը պետք է մեկի մասին բան ասի, որ իրան ճանաչեն։ Հիմա մենք էլ ընկնենք իրան ճանաչենք։ Թող խոսան էլի։ Իսկ եթե տեսնում եք ինչ հիստերիկ ձևով են խոսում, ինչ ձևի են իրանց կոտորում, ինչ ձևի են պայքարում, արդեն հասկանում եք, որ դա վճարովի ծառայություն է, ժողովուրդ ջան։ Այդ մարդուն ասել են տենց հիստերիկ ձևով ասեք, որ էսա պատվերն են կատարում, Փաշինյանի պատվերը, ռուսների պատվերը, քանի անգամ ասել եմ, ժողովուրդ ջան, մի անգամ էլ ասեմ։ Մի օր առավոտ զորքը արթնանում է, ես սկսում եմ գրել Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի պատվերն է կատարում։ Այդ զորքը ամբողջը ողողում է համացանցը։ Մի քանի րոպեի տարբերությամբ արթնանում է մյուս զորքը։ Եվ ասում է դուք չգիտեք, որ ինքը Ռուսաստանի պատվերն է կատարում։ Ու սենց էլի տարածում է, ժողովուրդ ջան, եթե երկու զորք սենց սա տարածում է, մարդը որ լսում է, ասում է, այդ ով է, որ միաժամանակ համ նրա պատվերն է կատարում, համ նրա։ Ու մի քիչ խորանում են, տեսնում են, որ դուք ճիշտ չեք ասում։ Ասում եմ իրար հետ հանդիպեք, պարզեք, ձեր խոսքը արժեզրկում է այս մյուս զորքը։ Իրար հետ ճակատամարտի դուս եկեք, մի հատ դրեք սպանեք, ոնց թե դուք հայտարարում եք, որ Ռուսաստանի պատվերն է կատարում, մեկն ասում է, չէ, Փաշինյանի պատվերն է կատարում։ Չի ամաչում, այն մարդ չեմ հասկանում։ 19 ուժ է մասնակցում, երկու դաշինք։ 17 ուժից մեկը մենք ենք, 16-ն էլ մյուսները։ Մեկի հետ կապված չեն հետաքրքրում, որ դուք 0.1% էլ ձայն չունեք։ Այդ 7.5 միլիոն գրավ այն չեք մուծում։ Այդ ով է ձեզ տվել, որ մուծեք։ Դուք չգիտեք, որ դուք ձայն չունեք։ Ով է ձեզ տվել, որ դուք մասնակցեք, որպեսզի ինչ-որ մարդկանց դեմ պայքարեք։
Դա ձեր աչքը չի երևում, բայց Հայաստանի շնորհապետական կուսակցությունը բոլոր հարցումների արդյունքում բավարար չափով ձայն է ստանում, որի դեպքում այդ գումարը չի կորում։ Եվ եթե այդ ձայնը ինքը բավարար չափով ստանում է, հանրային աջակցություն ունեցող կուսակցությունը, որ մարդիկ գիտեն դա է, խնդիր չի, որ իրանք օգնեն, որ այդ գումարը մուծվի։ Ու շատ լավ եք հասկանում, որ դա խնդիր չի։ Այո, տարածվածության առումով շատ սահմանափակ է մեր հնարավորությունները օգտվել պաստառներից եւ այլ, եթե մի հատ մենք դնենք 100 հատ ուրիշն է կողքերը դնում։ Գիտեք, այդ հնարավորությունների հարցը, բայց այդ նվազագույն պետության պարտադրանքը, որ օրենքով է, որ դու պետք է այդ ընտրագրավը մուծես, մարդիկ ասում են դե պատրաստ ենք անենք, գիտենք օրենք է, կարդում են, թիպը կա, գումարը կա։ Բայց այն կուսակցությունը, որը որ հարցումներով անցողիկ շեմը անցնում է, նրան է քրքրում որտեղից այդ գումարը։ Բայց այն կուսակցությունը, որ անցողիկ շեմը չեն անցնում, բայց չի մի հատ չեք հարցնում, ձեզ ով դա տվեց, որ դուք մասնակցեք, երբ որ 0.1% ձայն եք հավաքելու։ Չնայած ես կասկածում եմ, որ դրանց մեջ կուսակցություններ կա, որ 0.1% նրանց ով ձայն կտա։ 0.1%-ը լուրջ թիվ է, ով նրանց 0.1% ձայն կտա։ Մի քանի օր մնաց կտեսնենք, չէ, ժողովուրդ ջան։ Բայց այդ հարցը ձեր մոտ չի ծագելու, բայց այդ ով էր, ում պատվերն էին կատարում։ Բան չի մնացել, չէ։ 1.5 ամիս էլ չի մնացել։ 1.5 ամիս հետո երևալու է, չէ։ Մենք այդ ձայները ստանալուց հետո ինչ արեցինք։ Միացանք իշխանությանը, միացանք ռուսամետներին, թե ոնց որ հայտարարել էինք, որ ոչ նրան, մենք գնացել ենք մեր ճանապարհով։ Բա ոնց ինչ եք պատասխանելու ձեր երեխաներին։ Ինչի տենց որոշեցիք դուք։ Դուք ձեր հաշվետվությունը ձեր տանը տվեք, որ նրանց ապագայի վրա ազդում էիք ձեր կարծիքով, հավատացնում եմ դուք այդքան կարծիք չունեք։ Ուղղակի մեկ մարդիկ են էլի գրում են, ասում են անդրադարձեք, ասում են լավ էլի արդեն հոգնում ենք, ժողովուրդ ջան, մի էլ ուղարկեք էլի։ Ում է հետաքրքրում, թե ինչ որ մեկը իր նստելա մի հատ ինչ որ կարծիք է հայտնում, ինչ որ բաներ, ինչ որ փաստեր, ինչ որ չգիտես ինչ էր։ Ու այդ ինչ որ մեկը չգիտենք էլ այդ ով է այդ ինչ որ մեկը։ Ժողովուրդ ջան, հանգստացեք, մենք մեր գործը անենք, դուք էլ կարողացեք մեզ աջակցել, կարողանանք այդ խնդիրը լուծենք, մաքսիմալ ձևով կարողացեք օգնեք մեր նյութերը տարածենք, եթե հավանում եք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, ձեր ծանոթներին ասեք, որ երկար բարակ բացատրելու փոխարեն մտեք, լսեք, այս մարդկանց իմացեք ինչ են ասում։ Ցանկություն կունենաք ալիքին աջակցելու մտեք նյութի նկարագրական մասում լրիվ բոլոր տարբերակները կա, լինի բանկային փոխանցում, լինի արագ փոխանցում, քարտային փոխանցում, իդրամի տարբերակ, PayPal, Patreon, բոլոր հնարավոր տարբերակները, որովհետև մենք ընտրություններից առաջ էլ տարիներով այս մասին միասին խոսել ենք, սա ձեր հարթակն է, ընտրություններից հետո էլ ենք անկախ իմ կարգավիճակից ձեզ հետ շփվելու, քանի դուք դրա ցանկությունը ունեք, ես ինչքան իմ առողջությունը կների, ես ձեզ հետ կշփվեմ։ Բայց քանի որ ես 1.5 ամիսը շատ ավելի կարևոր է, որ դուք ձեր գործուն աջակցությունը ցուցաբերեք հենց կուսակցության գրասենյակին, թեպետ նույն գործն ենք անում, բայց ծավալային առումով գրասենյակը շատ ավելի մեծ ծավալային աշխատանք է կատարում։ Դրա համար կապվեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ, տեսեք ինչ կազմակերպական հարցերով կարող եք օգնել, շատերն են ինձ գրում, որ բավական լուրջ աշխատանք են տանում, շատերը նաև գնում են, հանդիպում են, տարբեր բաներ ճշտում են, այո, շատերը կան, որ իրենց աջակցությունն են ցուցաբերում, նաև ձեր ֆինանսական աջակցությամբ օգնում եք, որ մենք կարողանանք այդ խնդիրները լուծենք։ Շատերն ասում են տեղեր կա, որ ձեզ չգիտեն, դե կա, որպեսի իմանան, ինչպես տեսնում եք մեդիաները ում են ցույց տալիս, լավ եք տեսնում եւ ինչպես տեսնում եք ամբողջ հանրապետությունը ում պաստառներով է ողողված։ Ինչքան ի վիճակի ենք անում ենք։ Մի փոքր էլ եթե հնարավորություն ունենում եք դրանով օգնեք, գրասենյակի հետ կապվեք, այդ ամեն ինչը պայմանավորվեք։ Մանավանդ որ տեսնում եք, դեռ մի բան չարած, միանգամից ասում են որտեղից, ինչ արեցիք, որտեղից, կարողանանք հանգիստ հանենք ցույց տանք, որ ասենք այ մեր հայրենակիցներն են, որոնք աջակցել են այս կամ այն խնդիրը լուծելու հարցում։ Հիմա տեսնենք ինչ է կատարվում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունն իրեն չի խանգարի հաղթել Իրանի դեմ պատերազմում։ Թեև նա կարծում է, որ այդ միջադեպը դժվար թե կապված լինի հակամարտության հետ, հիմնվելով իրենց ունեցած տեղեկությունների վրա։ Ինչի է իմ մոտ են տպավորությունը եւ երևի իմ մոտ չի, որ ցանկացած ահաբեկչական գործողության հետ կապված առաջինը մարդիկ մտածում են իրանց սարքածը կլինի։ Ինչքան է ցավալի, չէ՞։ Աշխարհի ամենահզոր երկրի ամենահզոր պաշտոնյան մտածեն, որ իր իմիջի համար կամ իր քայլերն առաջ տանելու համար կարող է սարքած լինեն։ Իհարկե կարող է սարքածել չլինեն, բայց ինչի պետք է տենց լի, որ մարդկանց մտքով տենց բան անցնի։ Ահավոր ցավալի բան է դա։ Հետո էլ ինքը անմիջապես ասի, բա որ ասում եմ թույլ տվեք են պարահանդեսային սրահը սարքեմ Սպիտակ տան հատվածում, այդ ուզում էինք անենք, հիմի տենց բան չէր լինի։ Անմիջապես, երբ որ ինքը այն ինչ որ մերժվում է չեն անում ու դա առաջ է քաշում, որ արդարացնի այս կրակոցները, դա էլ առաջացնում այդ կասկածը։ Տա Աստված դա իրոք սարքած չլինի, իրականում տենց բան, բայց անմիջական ուղակի վտանգ սպառնալիք ուղակի չէ եղել, ուղակի այդ կրակոցներից էլի, բայց դրանից մի անգամից առիթից օգտվել ասել էս ինչ լավ է, ասենք որ ուզում են հետ պահեն իրանական պատերազմից ոչ մեկը չի կարող հետ պահի, ուղակի առաջ գնալու հնարավորությունը Դոնալդ Թրամփը չունի, ինքը չունի այդ ծրագիրը ոնց առաջ գնա այդ հարցը լուծի, լրիվ դնի ավիրի, հարվածի, թե ինչ անի, ցամաքային գործողություն անի, գործարք կնքի, հետ քաշվի, առաջ գնա, չի կա ինքը այդ ծրագիրը չունի այս վիճակից առաջ գնալու, ոչ մի կրակոց չի օգնելու իրան առաջ գնալ, ինքը այդ ծրագիրը ինքը պետք է մշակի։ Հա, եւ նա ինչ էին գրել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խուսափել է Իրանի շուրջ բանակցություններին մասնակցելուց։ Ռուբիոն չի ընդգրկվել ամերիկյան պատվիրակության կազմում Իսլամաբադ կատարած երկու այցելությունների ժամանակ։ Պետքարտուղարը հեռանում է իրավիճակից Իրանի հետ հակամարտությունում պարտության հետ կապվելուց խուսափելու համար։ Այն որ Իրանում բանակցությունների հետ կապված հարցեր, որ այո փոխնախագահ Ջեյդի Վենսը, որ իր կարգավիճակով այդքան պետք է ակտիվ չլինի արտաքին քաղաքական նման հարցերում, այլ պետքարտուղարը պետք է լինի, դա նորություն չի։ Առավել ևս որ այդ պետքարտուղարը պաշտոնակատարն է, խորհրդականն է ազգային անվտանգության գծով, այսինքն համատեղության կարգով երկու պաշտոն ունի։ Դա իրեն անմիջական ֆունկցիան է, երկու առումով էլ։ Ինչ փոխնախագահ Բայց ասել, որ պետքարտուղարը խուսափում է, որպեսի ձախողումը իր վրա չընկնի, ժողովուրդ ջան, լավ եք էլի։ Պետքարտուղարը այն մարդն է, որ Դոնալդ Թրամփը իրան կոշիկ էր նվիրել, ընդամենը մի 5 համար էր ոտին մեծ, շատ մեծ չէ, ժողովուրդ ջան։ Ու ինքը տենց 5 համար մեծ հագնում էր գնում հանդիպման։ Նա կարող է Թրամփին ասի, ես բանակցության չեմ գնում։ Չէ, Թրամփն է որոշել, որ ինքը չգնա։ Դրա մեջ մասնակից չլինի, որը շատ տարօրինակ է, անկախ նայած այդ բանակցությունները հաջողություն կունենան, թե ոչ, կամ հետագան ինչ տեղի կունենա։ Այո, Թրամփը կարող է ծանրատանում, որ մտածում կարող է այս ընտրությունների հետ կապված էլ մեծամասնություն չունենա ոչ ստորին պալատում, ոչ սենատում եւ առհասարակ կոնգրեսում փաստորեն եւ կարող է հանկարծ իմպիչմենտի հարց առաջանա, իսկ իմպիչմենտի դեպքում իր համար իր գլխին սարքողը ոչ թե Մարկո Ռուբիոն է, այլ Ջեյդի Վենսը, որը ավտոմատ կերպով դառնալու է նախագահ։ Եվ դրա համար ինքը մտածում է, որ եթե պարարտ հող չստեղծեն, որպեսի Ջեյդի Վենսի հետ պայմանավորվեն, հանրապետականները հանկարծ չանցնեն Ջեյդի Վենսի կողմը եւ դեմ դուս գան Դոնալդ Թրամփին, մանավանդ ընտրություններից հետո, երբ որ տեսնեն ժողովուրդը Թրամփի քաղաքականությունը մերժեց, նրանք ովքեր գնացին Թրամփին պաշտպանելու քաղաքականությամբ չընտրվեցին կամ ցածր ձայներ ստացան, դա նշանակում է, որ արդյունքն հասարակությունը իր վերաբերմունքը արտահայտեց Թրամփի քաղաքականության նկատմամբ։ Այդ առիթը օգտագործեն հանրապետականների իմպիչմենտին միանան։ Դրա համար պետք էր ուղղակի, այսպես ասած, կոպիտ ասած, փչացնել Ջեյդի Վենսին, որ այսով այս բանակցություն վարելու ունակել չի, ես ինչա եւ այլ եւ այլ։ Այսինքն դեռ էլի այդպես կարգի հարցեր կարող է լինեն, բայց հաստատ Ռուբիոն չի, ինչքան էլ մտածեն, որ ինքը հավանական տեխնացու է, այդ հավանական տեխնացուն կարող է
լինել հաջորդ ընտրություններին 28 թվականին, որ այս լիազորությունը ավարտվի։ Իսկ J.D. Vance-ը հավանական թեկնածու կարող է դառնալ impeachment-ի պարագայում։ Դրա համար նրա նկատմամբ Դոնալդ Թրամփի վերաբերմունքը տարբերվում է։ Ուղղակի երբ որ սա ուզում են բացատրեն, թե Ռուբիոն ինքը չի մտնում, որ խայտարակ չլինի, Ռուբիոն այդքան կշիռ չունի, որ ինքը որոշի մտնի, թե չէ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան Իրանի հետ երկխոսությունը վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները, այդ թվում իրանական նավերի և նավահանգիստների ծովային շրջափակման վերացումը։ Իսլամական Հանրապետությունը չի մտնի հարկադրված բանակցությունների ճնշման սպառնալիքների կամ շրջափակման տակ։ Շարունակել է Մասուդ Փեզեշքյանը մեկ այլ հանդիպման ժամանակ։ Թշնամին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել սոցիալական կայունությունը խաթարել ենթակառուցվածքների ոչնչացման միջոցով։ Ենթակառուցվածքների վրա հարձակումները և տնտեսական շրջափակումը նպատակ ունեն հանրային վստահությունը վերածել զանգվածային դժգոհությամբ։ Մեր խնդիրն է կանխել այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կարող են հանրային դժգոհության հիմք դառնալ։ Իհարկե մի անգամ ևս փաստենք, որ հարվածները ԱՄՆ-ի և Իսրայելի բավական ծանր հետևանքներ են ունեցել Իրանի համար։ Տեղից էլ Իրանում դժգոհություններ կային կրոնապետությունից, այդ մարդիկ փողոցին չի համար էին լցվել։ Տեղից էլ այդ դժգոհությունների առիթը չի վերացել, պատճառը չի վերացել, ընդհակառակը ավելի է խորացել, բայց այդ դրսի միջամտությունը, որը որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իսրայելը անեցին, ներսի դժգոհ հասարակությունը, որ օբյեկտիվորեն դժգոհ են, հիմա ավելի դժգոհ պետք է լինեն, չեն ցանկանում աջակցել դրսի ուժերին, որտեղ դա արդեն որակվում է որպես դավաճանություն։ Եթե նրանք ցույց են տալիս, որ կարան երեխաների դպրոցին աղջիկ երեխաների հարվածել եւ 100-ից ավել զոհ լինել, եւ մեկ էլ կանգնում ասում է լավ է խփեք, իշխանությունը փոխենք, դա նրա նկատմամբ այդ մարդկանց նկատմամբ վերաբերմունքը հասկանում եք ինչ կարող է լինել։ Ինչպես տեսնում եք դժգոհությունը տնտեսական խնդիրների, սոցիալական խնդիրների հանեց մարդկանց փողոց, հիմա այդ սոցիալական խնդիրները ավելի է խորացել, բայց այլևս իրանք չեն ուզում քայլանեն, որպեսզի դավաճան չորակվեն։ Առավել ևս այն հայտարարությունները, ինչ որ արվում էր Իսրայելից, շատ տենց հանդուգն, հեգնական եւ այլ, որևէ պարագայում որևէ մեկը որ դա աջակցեր, որևէ ձևով չէր մաքրվի։ Նույնիսկ եթե ինքը լրիվ օբյեկտիվորեն չի ընդունում այս իշխանությանը, կրոնապետությանը, որտեղ նա արդեն համարում է, որ դա ոչ թե իշխանության դեմ է հարված, այլ պետության դեմ։ Դրա համար այդ հարցը չկարողացան ճիշտ կողմնորոշվեն, դրսից միջամտությունը էսա օգնության են գալի, էս ենք անում, ոտքի կանգնեք, գնացեք, քաղաքներ գրավեք, շենքեր գրավեք, այդ ամեն ինչը լրիվ մարեց այդ սխալ դրսի քաղաքականության պատճառով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ ես հենց նոր չեղարկեցի իմ ներկայացուցիչների այցը Իսլամաբադ, որտեղ նրանք պետք է հանդիպեին իրանցիների հետ։ Իհարկե չգիտեմ ինչն է չեղարկել, բայց Իրանն ասել էր մենք ձեր հետ չենք հանդիպելու։ Այդ մասին մենք գիտեինք մի երկու օր առաջ։ Թրամփը երբ իմացավ, որ անմիջապես չեղարկեց։ Ինքը մարդ էր ուղարկել, որ հետները հանդիպի իրանցիների հետ, նրանք արդեն ասել էին, որ մենք չենք հանդիպելու, գնում ենք ուղղակի Պակիստանում հանդիպենք իրանց համապատասխան պաշտոնյաների հետ, մեր պահանջներն ու խնդիրները դնենք, թող ամերիկացիք էլ գնան իրանց հետ հանդիպեն, իմանան ինչ ենք ասել, ուղիղ բանակցության չենք մասնակցելու։ Դա նախապես մենք գիտեինք ու այդ մասին խոսել ենք։ Բայց պարզապես ստացվեց, որ Դոնալդ Թրամփին մերժեց Իրանը, այս ծանր վիճակում գտնվող Իրանը։ Դուք պատկերացրեք, թե ինչքանով է դժվարացնում աշխարհի ու մեր տարածաշրջանի խնդիրները, նաև Հայաստանի համար խնդիրները, որ թեպետ ինչքան էլ մենք ասենք լավ, լսուս մնանք տնանք ինչ ալնում, հետո նոր այդ ամեն ինչը կնայենք, բայց սուս մնացիր ու խնդիրը չլուծվեց, իսկ խնդիրը չի լուծվելու այսօր։ Որևէ ձևով խնդիրը կարճաժամկետ լուծում չունի, որովհետև Իսրայելն ու Ամերիկան ուզում են Իրանին ոչնչացնեն, առնվազն ոչնչացնեն իշխանությունը, որ իշխանություն փոխեն, իրանց համար հաճո իշխանություն լինի եւ վերահսկողություն սահմանեն նավթի վրա, ոնց որ Վենեսուելայում, այդ իրանց մոտ չի ստացվում։ Իրանն էլ գիտի, քանի կա Իսրայել պետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցելու է, ուրեմն ինքն է պետք է վերացնի Իսրայել պետությունը։ Ինքը Իսրայելը չի կարող վերացնի, Իսրայելն էլ Իրանը չի կարող վերացնի։ Պրոբլեմը ո՞նց է լուծվելու որ։ Այդ դրա համար մեզ համար խնդիր է։
Այդ ոնց ենք խաղաղության խաչմերուկ տանում, սլակներն էլ դնում, Իրանի հետ էլ ենք լավ, Ամերիկայի հետ էլ ենք լավ, տեսեք ինչ տնտեսական ծրագրեր ենք անում, իսկ դա կախված է ինչից, դա կախված է նրանից, որ Իրանը չի ցանկանա, որ Իրան փաստորեն շրջանցեն, էլի, Հայաստանի տարածքով անցնող այդ քամբերը նշանակում է Իրանի շրջանցել, իսկ ինչի պետք է դրան համաձայնվի, եթե կարա առիթը գտնի, ասի ամերիկացին ասեք այս կողմերը Չերևան, իսկ մենք էլ այդ քաշը չունենանք, որ ասենք կամ Ամերիկային ասենք լավ բեր դադարացնենք, կամ Իրանին ասենք չէ, պետք է շարունակենք, բայց բոլորին հասելու վերջն էլ սա է, դրա համար մենք Իրանից ավելի շահագրգռված ենք, տեսնենք արդյունքում ինչա կատարվում, որտեղ ոչ այն պետությունը կվերանա, ոչ Ամերիկան, բայց մեր ապագայի հետ կապված, թե անվտանգային, թե տնտեսական, շատ կարևոր է, որ մեզ համար բարենպաստ միջավայր լինի։ Հիմա շարունակում է Դոնալդ Թրամփը, չափազանց շատ ժամանակ է վատնվում ճամփորդությունների վրա, չափազանց շատ աշխատանք է։ Բացի այդ, նրանց ղեկավարության ներսում ահռելի ներքին պառակտում ու շփոթմունք է տիրում, ոչ ոք չգիտի, թե ով է պատասխանատուն, այդ թվում իրենք, նաև բոլոր խաղաթղթերը մեր ձեռքում են, նրանք ոչինչ չունեն, եթե ուզում են խոսել, միակ բանը, որ պետք է անեն, պարզապես զանգահարելն է, այսինքն այն, որ իրանք խաղաթուղթ չունեն, այդ գիտենք, այն, որ նավատորմ չունեն, այդ էլ գիտենք, այն, որ իշխանություն չկա, ոչ մեկը գլուխ չի հանում, ով է իշխանություն, այդ էլ գիտենք, ոչինչ չունեն, բալիստիկ հրթիռ, ականանետներ, ականակիրներ, ոչինչ բացարձակ չկա, բայց Դոնալդ Թրամփը առաջարկում է, որ զանգեն իրան, ով զանգի, վերջին ով էր զանգել, այդ վերջի զանգողի համարը նշել եք մոտներդ, ով էր այդ պաշտոնյան, եթե դուք չեք ճնշում գործադրում, որ մեկը լեղապատար զանգ է ասի, լավ ժողովուրդ ջան, դադարեցրեք, եկեք նստենք խոսենք, Հիմի քայլ չեք անում, սպասում եք զանգի, հիմա էլ ակնարկ անում, ասում է զանգեք, ով զանգի, բայց Իրանը այդ ծանր վիճակում ձեզ մերժում է, դա նշանակում է, որ դուք մի բան ճիշտ չեք հաշվել, չէ, այսքան օր անցել է, առաջ օրը պետք է Թրամփը համարում էր, որ առաջ օրը պետք է պատերազմը վերանա, հենց առավոտ խփեց, երեկոյան պետք է զենքը վայր դնեին, դե ինքը Իրաք է, ինքը 3 անգամ ավել անտեղյակ էր, քան Վլադիմիր Պուտինը, որտեղ Վլադիմիր Պուտինը 3 օրում էր ուզում Կիևը գրավեր, ինքը մի օրում, բայց տեսանք դա չեղավ, չէ, իսկ հիմա նորից ակնկալել Իրանին, որ դե զանգեք էլի այ մարդ, դե զանգեք էլի, այս ինչ անշնորհքություն է, հրապարակային առաջարկում ենք զանգել, բա մենք էլ ենք չէ մտածում, բա դրանից հետո ինչ ալնելու այս տարածաշրջանում ու աշխարհում, մի բան կա ասում եմ, մի բան պետք է անի Դոնալդ Թրամփը, բաժանորդագրվի Էդվարդ Տանտինեն YouTube-յան ալիքին, ու լսի մի բան, եթե Ռուսաստանի ռազմավարական պարտության չտանես, Իրանի հարցն էլ չես լուծելու, Չինաստանին էլ վերջ, իսկ Ռուսաստանի հարցը էլի դու չես լուծելու, խայտառակ կլներ Ռուսաստանի դեմ կռվելու, ոնց որ Իրանի դեմ, Ուկրաինան կռվող է, օգնի Ուկրաինային, ոչ մի բան ուրիշ մի անի, փողով զենք ծախի, ուրիշ բան պետք չի, ուրիշ բան քո մոտ չի ստացվում, այ մարդ, զենքը փողով տուր, եվրոպացիքը փողը տալիս են, Ուկրաինան Ռուսաստանին ճնշեց, Իրանը գլխից ձեռա վերցրել Ամերիկայի դեմ դուրս գա, Հավաքական արևմուտքը Ռուսաստանին ճնշելուց հետո, ով է Իրանը, բայց այսօր դու Իրանի դեմ դուրս ես գալի, Ռուսաստանի հետ խաղեր տալի, ուզում ես Չինաստանի հետ խաղեր տաս, Եվրոպայից նեղանում ես, հետո ասես, բա ինչի չի ստացվում, դե ասում ենք էլ ինչի չի ստացվում, մեռանք ասելով էլ ոնց ասենք, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրով, ինչն է կարևոր ԱՄՆ-ի համար, նրանք պետք է արագ ինչ-որ լուծում գտնեն Հորմուզի նեղուցի համար, ապա նույնքան արագ ինչ-որ բան մտածեն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ, ինչ է ասում Լավրովը չեմ հասկանում, արագ լուծումը գիտես, որ չի գտնվում, բա արագ լուծումը Ամերիկան ուզում է գտնի Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված, Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված արագ լուծումը դուք եք ընկել Տրամփի ոտերն ասում եք բաները, բան էինք պայմանավորվել անցյալ տարի Ալյասկայի Մանկորիջում օգոստոսի 15-ին, բա այդ խոստումները կատարի, բա դուք չեք ուզում, որ արագ հարցը լուծի Տրամփը, հիմա դուք մեղադրում եք Տրամփին, որ ուզում է ինչ-որ բան արագ լուծի Ուկրաինայի հետ կապված,
Ինքը ուզում է Ուկրաինային պարտության մատնի չի կարող։ Որտեղ հասկանում է, որ դա լուրջ խնդիր է։ Խնդիրը նաև իր երկրի ներսում։ Էլ չեմ ասում, որ Եվրոպայի հետ կապված ինչքան խնդիրներ ունեցավ։ Էլ չեմ ասում, որ ինքը իր լավ բարեկամների հետ հարաբերություններ փչացնում։ Դա շատ լուրջ, մեծ ֆանտազիա է, պետք, շատ մեծ, որ կարողանաս հարաբերությունը փչացնես Կանադայի հետ, որը տարածքով քեզանից մեծ է, բայց քեզ մեծ աղբեր է համարել։ Դա այդքան հեշտ գործ չի, ժողովուրդ ջան։ Կանադայի հետ հարաբերություն փչացնելը հեշտ է։ Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություն փչացնել Ամերիկայի։ Դա գիտեք ինչ ջանքեր է պետք գործադրել։ Դա այտենց հեշտ բան չի, ժողովուրդ ջան, շատ լուրջ ջանքեր է պետք գործադրել, բայց հասավ չէ դրան։ Օվկիանոսից ենքոն Բրիտանիա ունեիք ու ասում եք Եվրոպայում, եթե որևէ մեկի հետ ինչ հարց լուծենք, Եվրոպան կարանք պառակտենք, այդ երկրները Բրիտանիայի միջոցով կաշխատեն Ամերիկայի հետ։ Միասնական Եվրոպա էլ չենք թողի իսկի մնա, որտեղ մենք այնտեղ Բրիտանիայի պես պետություն ունենք։ Կարա ալներ Եվրամիության անդամ մեր ընկերնա, կարա դուրս գա իր միջոցով աշխատեն Ամերիկայի հետ, ու Եվրոպան միասնական չկարողանա քայլեր անի։ Այսօր չհասակ դրան, որ Բրիտանիան ամենապինդ ձևով կանգնած է Եվրամիության պետությունների կողքին։ Քաշող ուժ է Ֆրանսիայի հետ, Գերմանիայի հետ, Լեհաստանի հետ, Իտալիայի հետ, որոշ ծրագրերում Լեհաստանն ու Իտալիան մի փոքր հետ քաշված եմ ասում, բայց գոնե այդ եռյակը հո գիտենք։ Իրանի խորհրդարանի փոխոստնակ Ալի Նիգզադ: Մենք չենք վերադարձնի Հորմուզի նեղուցը նախկին վիճակին, եւ սա ղեկավարության հրամանն է։ Թրամփի հայտարարությունները հակասական բնույթ ունեն, որոնք պնդում են, որ Իրանի միջուկային ներուժը ոչնչացվել է, բայց շարունակում են դիմակայել երկրի միջուկային օբյեկտների դեմ։ Այսինքն ոչնչացրածն են ուզում ոչնչացնեն, էլի, դրա համար են ասում, իրա ոչնչացրածը պետք է մի հատ էլ ոչնչացնի, էլի, այդքան լրջությունը չի կարելի գցել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Օմանի սուլթան Հայթամ բին Թարեկ Ալ-Սաիդի հետ Մասկատում հանդիպման ժամանակ հայտարարել է. Իրանի դեմ 40-օրյա պատերազմի փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում միայն այն կայունություն եւ պառակտում է առաջացնում։ Իդեպ Օմանի հարաբերությունները շատ լավ է Ամերիկայի հետ, բայց ինքը Օմանին ասում է ուզում ես անվտանգ լնես, պետք է Ամերիկային դուս անեք։ Արաղչին կոչ է արել տարածաշրջանի բոլոր երկրներին կառուցողական եւ պատասխանատու մոտեցում ցուցաբերել իրենց սեփական կոլեկտիվ անվտանգության մեխանիզմների մշակման հարցում, առանց ԱՄՆ միջամտության։ Այսինքն Իրանն ասում է կերակ հարվածները, ձեր տնտեսության հերն անիծվեց, խայտարակ եղաք, տուրիզմի հերն անիծվեց, բիզնես տնողները անշարժ գույքը ջրի գնով հիմա չեք կարողանում վաճառեք, մի հարց կա, դուք ինձանից վտանգ չունեք, Ամերիկային ուղարկեք իրար հետ աշխատենք։ Այդ Ամերիկայի Իրանի հետ կապված վտանգը ուռճացված է։ Չկա իրականում տենց վտանգ։ Բացի դրանից, կարող է համարենք, որ կա էլ, բայց ինչ է այդ երկրները, որ իրանք որոշեին իրանց անվտանգության վրա աշխատեին, զենք առնեին, չգիտես ինչ անեին, հազարով մի պայմանագրեր կնքեին, իրանք իրանց անվտանգության հարցը իրանց ուժերով չէին լուծի։ Ուղղակի այդ հեշտ ճանապարհով գնացին։ Ամերիկան մեր գործընկերն է, նավթով պայմանավորվել ենք, իրար հետ աշխատում ենք, ինքն է մեր անվտանգությունը բայց բան փոխվեց, չէ՞։ Իսկ սա նշանակում է փոխվեց նաև մեզ համար։ Մեր անվտանգությունը Ամերիկան չէր ապահովել, չէր էլ երաշխավորել, 1000 անգամ ենք ասել, մի խաբեք ձեզ։ Բայց նույնիսկ այդ պարագայում Իրանն ասում է, Ամերիկան չպետք է անվտանգության երաշխավոր հանդես գա որևէ մի հարևան պետության համար։ Մեզ չի ասում, բայց որտեղ Ամերիկան մեր մոտ բազա չունի, բայց որ մեկին ասում է, մենք էլ ենք, չէ՞ դա լսում, ու դա մեզ էլ է վերաբերվում, որ հանկարծ չլինի այնպես, որ որևէ ուժային ստրուկտուրայի հետ կապված հարաբերությունը Իրանը իր համար վտանգ համարի։ Դա մենք էլ պետք է չէ հաշվի առնենք։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է եւ չի կարող լինել նրա գլխավոր սպառնալիքը։ Պեսկովն ընդգծել է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը անհնար է պատկերացնել առանց Ռուսաստանի շահերի եւ մասնակցության հաշվի առնելու։ Իհարկե, շաքար խոսքինով բան կասի, բա ով էր ձեզ խանգարում, որ եվրոպական անվտանգության մաս լինեիք։ Ով էր ձեր ձեռաբռնե։ Քանի անգամ եմ հիշացրել, որ Նապոլեոնի դեմ պայքարելուց հետո
Նապոլեոնին հաղթելուց հետո եվրոպական անվտանգության հետ կապված առաջի անգամ իրանք դրեցին գերտերությունների ինստիտուտը, որոնք հենց պետք է ապահովեր այդ կոլեկտիվ անվտանգությունը, եվրոպական անվտանգությունը։ Եվ դա 3 երկրներ էին՝ Անգլիան էր, Ավստրիան էր, Ռուսաստանն էր։ Եվրոպական անվտանգության կոնցերտ համարում էին, որ այդ համերգը 3-ով սինխրոն իրար հետ պետքա այդ անվտանգությունը միասին նվագեն։ Բա ով խանգարեց, որ դուք եվրոպական անվտանգության կոնցերտը անելով, որպես գերտերություն հանդես գալով եվրոպական անվտանգության համար, ով խանգարեց, որ դուք մտնեք Ղրիմ եւ որի պարագայում մեկուսանաք եւ որի պարագան սանկցիաների տակ ընկնեք։ Մի քանի կիլոմետր հողի համար, որ դրանից անհամեմատ ավելի շատ տարածք մեթոդաբար չինացիներին եք տալիս։ Բա ասում եք բան, հա, Եվրոպայի անբաժանելի մաս ենք։ Մի բան եմ ուզում հիշացնեմ, երևի Պեսկովին էլ հիշացնեմ, աչքից պետք է ինքն էլ բաժանորդագրվի Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին։ Ուրեմն տեսեք, մեզ շատ է ինչ է մեղադրում, բա Ռուսաստանին դավաճանել եք, բա ասում եք Եվրոպա ենք գնում, բան չի եք սենց անում, բացատրում էինք, որ ժողովուրդ ջան, ի՞նչն ենք Ռուսաստանին դավաճանել։ Հիմա ես կարդամ դա։ Սա ուղղակի թերթը ցույց տամ, Առավոտ օրաթերթը, Ռուսաստանն ինքն է շարժում դեպի արևմուտք, արձանագրում է Էդվարդ Տանտինյանը։ Հիմա տեսեք ինչին է վերաբերվում։ Առավոտ օրաթերթ 16 հուլիս 2010 թվական, այսինքն Ղրիմ մտնելուց 4 տարի առաջ։ Էդվարդ Տանտինյանն առավոտի ուշադրությունը հրավիրեց հետևյալ հանգամանքի վրա։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը վերջերս հայտարարեց, որ իրենց երկրի արտաքին քաղաքական հայեցակարգի օրակարգում առաջին հերթին Եվրամիությունն է։ 2010 թվականին Ռուսաստանի արտաքին քաղաքական հայեցակարգում առաջին տեղում Եվրամիությունն է, երկրորդ հերթին ԱՄՆ-ն, երրորդ հերթին ԱՊՀ-ն։ Մի չկայացած կառույց ԱՊՀ-ն, որ միջև հիմա էլ չկայացած sense մնում է, մենք դրա անդամ ենք։ Այդ ժամանակ է ԵԱՏՄ չկար։ Հարց. Բա որ դուք գնում էիք Եվրոպա, մեզին չէիք մեղադրում, որ մենք ասում էինք ուզում ենք գնանք Եվրոպա։ Ու դրա համար շարունակում եմ։ Ինչն է շատ տարօրինակ։ Տարիների ընթացքում անընդհատ ներկայացնում էինք, որ Հայաստանի համար որպես արտաքին քաղաքական զարգացման ուղենիշ պետք է լինի եվրոինտեգրացիան։ Նշում էինք, որ արևելքում մենք նման համակարգեր չունենք, որ մենք քաղաքակրթական արժեհամակարգային առումով դեպի արևմուտք ենք, բայց Հայաստանում փորձում էին ճնշել այդ կարծիքները, անգամ որպես այլընտրանքային կարծիքի էին դեմ, որ դա Հայաստանում հնչի։ Ասում էին, թե մենք չպետք է դավաճանենք Ռուսաստանի շահերին, պետք է շարժվենք դեպի Ռուսաստան։ Այսօր ինչ է ստացվում։ Ռուսաստանն ինքն է շարժվում դեպի արևմուտք։ Տպավորությունն այնպիսին է, որ մենք գնում ենք Ռուսաստան, մեկ էլ տեսնում, որ Ռուսաստանը տեղում չէ, բայց տարածքում է, եւ Ռուսաստանը դեպի արևմուտք է գնացել։ Հարգելիներս, էս է նույն Ռուսաստանն է, որ մեր հայրենակիցներն ասում են, «Էդ դուք Ռուսաստանի դեմ խաղեր տվեցիք, դուք էիք խոսում Եվրամիության մասին, դուք էիք ասում»։ Քանի օրինակ բերենք, երբ որ Պուտինն ինքը ասում է, բա մենք դրեցինք Խորհրդային Միությունը փլուզեցինք, որ արևմուտքին ժեստ անենք, որ մենք ժողովուրդների, պետությունների, հանրապետությունների բանտ չենք, մենք գործընկեր դառնանք արևմուտքի հետ, այն էլ արևմուտքը մեզ չվստահեց եւ արդյունքում ստացվեց մենք անիմաստ փլեցինք պետությունը, բայց հարց է ծագում։ Հայաստանի ղեկավարությունը մամուլից իմացա, որ այդ երկիրը լուծարվել է։ 13 օր հետո էլ գնացին հասան Ալմաթիում, ասին դե լավ, մենք էլ միանանք այն մնացած երկրները, բացի Մերձբալթյան 3 հանրապետությունից եւ Վրաստանից, Վրաստանն ավելի ուշ միացավ։ Հա, բայց ինչա հարցը, բա ով էր մեր սահմանը պահում։ Խորհրդային Միության բանակը, իսկ Խորհրդային Միությունը լուծարեցին, իսկ մենք չգիտեինք ինչ ենք անելու, ոչ հապկ կար, ոչ որևէ բան կար։ Կամ որ հապկը եղել է, իրան կոտորել էր մեր հարցերը լուծելու։ Ոչ է Ռուսաստանի հետ միջպետական պայմանագիր ունեիր։
քանի ժամ էր պետք Թուրքիային մտներ Հայաստան։ Էդ է Ռուսաստանի արածը, որ ժեստ անելով արևմուտքին իր գործընկերներին տես թողեց բախտի կմահաճույքի։ Այդ նույն Ռուսաստանին ենք մենք դավաճանել, այդ նույն Ռուսաստանին, որ մեզ ասում են դուք ինչ գործ ունեք, գնաք դեպի Բրյուսել, դուք պետք է գաք Մոսկվա։ Ժողովուրդ ջան, ես մտածում եմ, որ իսկ չենք կարող մենք դες մի քիչ ուղիղ գծով Բրյուսել գնանք, ոչ թե Մոսկվայով գնանք Բրյուսել։ Բայց դուք էիք ասում ձեր համար առաջնահերթությունը, մենք ձեզ համար երրորդական պլան էլ չէինք։ ԱՊՀ-ի միջոցով էինք գործընկեր։ Մի հատ չկայացած գոյություն չունեցող կառույցի։ Մենք ենք ձեզ դավաճանել, ժողովուրդ ջան։ Սրանք փաստեր են, չէ՞, բա ում համար ենք ներկայացնում։ Նայեք այս ամեն ինչը, որ տեսնեք, ժողովուրդ ջան, այս մարդիկ այս խելքով մեր երկրի ներսում ասում են, որ ինչ որ մարդիկ ձեզ առաջարկում են, որ ճիշտ է Եվրամիությունն է, բայց մենք Ռուսաստանի հետ բարեկամ, այսպես, էսա ձեր բարեկամությունը, ժողովուրդ ջան, սա իրանց նախագահն է ասել, որպես իրանց արտաքին քաղաքական կուրս։ Մեզ ինչի եք մեղադրում, որ մենք այն ինչ որ մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի հետ միջպետական պայմանագրեր եւ այլ, դա է Ռուսաստանն էր, որի արտաքին քաղաքական առաջնահերթությունն Եվրոպան էր։ Դա է Ռուսաստանն էր, որ 2014 թվականին եթե չմտներ Ղրիմ, իսկ մենք Ռուսաստանի հետ մեծ պայմանագիրը 14 թվից հետո ենք կնքել։ Կնքել ենք 14 թվից առաջ, չէ՞։ 97 թվին չէր։ Բա Ռուսաստանը ոնց որ թե տեսնում ենք, ինքը լրիվ ուրիշ ուղղությամբ էր գնում։ Ինքը իրան Եվրոպայի բաղկացուցիչ մասը համարում, անբաժանելի մասը համարում։ Ու համարում է, որ Եվրոպայի քաղաքականությունը առանց Ռուսաստան հնարավոր չէ պատկերացնել։ Բա մենք դա ենք ասում։ Մեզ մի մեղադրեք է, մենք ենք ձեզ մեղադրում, ինչու շեղվեցիք, ինչու դավաճանեցիք, ձեր սկզբունքներին դավաճանեցիք։ Բա հիմա սա մեր արտաքին քաղաքական օրակարգն է դառնում եւ ընտրությունների միջոցով մենք պետք է սրա դեմը առնենք։ Հավերժ Փաշինյանի եւ հավերժ Պուտինի։ Դե Պուտինն էլ է, չէ՞ բան, ժողովուրդ ջան, հավերժ, հոնորություն չի։ Այս երկու հավերժների մեջ Հայաստանը ոտատակ ենք տալու։ Լուրջ։ Հուսով եմ, որ մենք ճիշտ ճանապարհով կգնանք եւ մատներս կպահենք արտաքին քաղաքական այս զարգացումների զարկերակին, այսօր այսքանը դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։